Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս պահին կարևոր հյուր ունենք, ում հետ զրուցելու ենք Իրանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, իրանցի վերլուծաբան Փույա Հուսեյնի։ Շնորհակալ եմ, պարոն Հուսեյնի, հրավերն ընդունելու համար։ Ինչ է կատարվում Իրանում, որովհետև երկու ծայրահեղություն կա, մեկ որ ամբողջը, չգիտեմ, գործակալական ցանցերն են եւ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, մյուսը որ արևմուտքն է ներկայացնում, որ ժողովուրդը ուղղակի լցված է փողոցներ, որ Իրանի ուժային կառույցներ ուղղակի մարդկանց սպանում են առանց հարցնելու ով է, ինչ է կամ մարդը առանց հանցագործություն գործելու սպանում է։ Ինչ է տեղի ունենում Իրանում ձեր գնահատմամբ։ Սկզբից թույլ տվեք նախաբադմությունը ասեմ, այդ ամեն ինչը սկսվեց երբ որ Իրանում սոցիալ-տնտեսական զաներ իրավիճակ ստեղծվեց, այդ էլ կապված էլ դոլարի հանդեպ Իրանի ազգային փոխարժութը մի քանի անգամ արժեքազերկվեց դոլարի հանդեպ եւ դրանից բերեց դրա հետևանքները ապրանքների մի քանի անգամ թանկացում էր, միանգամից տնտեսական շոկ տվեց ժողովրդին եւ սկզբից Թեհրանի մեծ շուկայի առևտուրականները սույսեր արեցին տնտեսական բնույթեր գրում, հետո տարբեր քաղաքներին բերբեկվեց այդ բողոքի զայնը, էլի առաջին օրերը սոցիալ-տնտեսական բնույթ է գրում եւ խաղաղ բնույթ է գրում, հետո վերածվեց քաղաքական պահանջներին, հետո այդ ձեր ասած եւ իրականում այդ գործակալների սանսերը եւ անգամ ահաբեկիչները, որ ներթափանցել էին մինչև այդ սույսերը կամ դրանից հետո մետան այդ սուսարարների մեջ բախումներ սարքեցին, սատրիչ գործողություններ արեցին բոլոր քաղաքներում եւ վերացեցին մեծ բախումներ ժողովրդի եւ իրավապահների մինչեւ, այսինքն փորձեցին այդ խաղաղ սուսարարներին սերեն դեպի այլ գործողություններ, որոշները ազդեցություն տակ կատարեցին, հարձակվեցին պետական շենքերի վրա, ոստիկանների վրա, անգամ տեսանյութեր կան, որ զինված անձիկներ են, փողոցում են գալիս կամ կրակում են տարբեր ուղղությաններով, քաղաքացիական անձիկ են, որը ձերբակալվել են, մոտ 100 իրավապահ է Իրանը հայտարարում է, որ զոհվել է եւ դա շատ լուրջ թիվ է, որը մի երկիր չի հանդուրժում նման Հիմա տեսեք, զոհերի մասին խոսեցիք, տարբեր թվեր են հնչում, չգիտեմ, այնտեղ Iran International այդպիսի լրատվամիջոց կա, որը կարծեք թե գործող այս իրանական պետական ինստիտուտների դեմ հանդես եկող խմբերին են սպասարկում, ասում են 10-ից 12,000 մարդ է զոհվել, ամերիկյան մի կազմակերպություն կա, ասում են 1800 ինչ կան, հետո 2500, որքան է Իրանի պաշտոնական տվյալների համաձայն, իրանական մամուլի տվյալների համաձայն, որքան է զոհերի թիվը։ Պաշտոնական թիվ այդ պահին չկա, բայց խոսքը գնում է մի քանի 100
զոհերի իհարկե ամեն մեկ անձի զոհը մեր համար շատ սավալի է, մեր քուր եւ եղբայրներ են, բայց այդ թևերը, որ նշանակում են ուրջացնում են, դա մեթոդաբանություն է, որովհետեւ եթե առաջինը սկսենք խաղաղ սոցիալ-տնտեսական պատճառներով խաղաղ սուսարարների մեջից մեծենող այդ գործակալների հետո բախումները օգտագործել, հետո բախումներ տեղի ունենալ, հետո զոհեր ունենալ, զոհերին մեդիա գերոհով միջազգային լրատվամիջոցները ուրջացնեն, այդպեսի բոլոր երկրների հանրությունի մեջ բարոյազերգեն Իրանի իշխանությունը եւ հիմք սարքեն լեգիտիմություն սարքեն Իրանի վրա հարձակման համար եւ որը մի երկրի հասարակությունը չի հարցնի ինչի համար Իրանի վրա հարձակվեցի լեգիտիմությունից հիմք են ստեղծում Լավ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հարվածելու է Իրանին կամ պատաս գործողություններ են անելու, չեն ասում ինչ գործողություններ, ենթադրաբար կարող են դրանք ռազմական հարվածներ լինել կամ այլ տիպի տնտեսական բնույթի հարվածներ լինենա եւ ասում է, որ իրենք դեռևս մտածում են, քան որ Իրանից տեղեկություններ են ստացել, որ ցուցարարների այլևս կախաղան չեն բարձրացնի։ Ինչ որ կա բանակցային բան Իրանի իշխանությունների եւ Միացյալ Նահանգների իշխանությունների միջեւ եւ ինչ է նշանակում, այսինքն մարդիկ հանցագործություններ գործել են, չեն պատժվելու, թե ինչ է լինելու։ Փորձ է արվում, որ Իրանի կողմից փորձ է արվել, որ կապ հաստատվի եւ բանակցություններ տեղի ունենա, բայց մինչև այս պահը տեղի չի ունեցել եւ Թրամփի բնավորությունը որ հակասական բաներ է խոսում մի օր ասում է հարձակվելու եմ հաստատ մի օր ասում է չէ այնտեղ ոչ մի բան տեղի չի ունենում արդեն դադարել է իհարկե Իրանի արտաքին գործերի նախարարը Թրամփին պատասխանել է որ ինքը ասել է Թրամփը ասել էր որ կախաղան ես լսել եմ կախաղան չի լինելու այդ իրենց գործակալներին իհարկե եւ հավիքներին եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աղրաղչի այսօր պատասխանել է որ այսօր 5 չորեքշաբթի եւ 5 շաբթի կախաղան չի լինելու բայց օրվա համար չեմ կարող ասեմ եւ դադարություն է գնալու եւ ինձ թվում է հետազեկվում է այդ ամեն ինչի որ բան լինի բայց այդ որ Իրանի օրենքի եւ իրավունքների համար ազեն էդի չեն կարա որովհետեւ ոչ մի երկիրը չի հանդուրժելու ոստիկանությունի վրա զինված հարձակումները ոստիկանությունի շենքի վրա ոստիկանների վրա նման բան եթե տեղի ունենա արևմուտքային երկրներին կամ Միացյալ Նահանգներում ինչպեսի գվարվեն ամբողջ բանակ է գբերեն փողոցներում շատ հանդուրժել է Իրանի իրավաբանները եւ շատ ահաբեկչական խմբավորումներ զինված տարբեր ռազմական օբյեկտները ոստիկանությունի շենքերի վրա հարձակում են արել սպանությունները տեղի ունեցել դաժե անմեղ մարդկանց որովհետեւ զոհերը շատ լինեն անգամ տեղեկատվություն կա եւ ոչ թե տեղեկատվություն իրեն խոստովանել են որ հերահանգ են ստացել դերսում դաժե ժողովրդի մինչև մեջ կերակեն որովհետեւ իրեն սպանեն ժողովուրդը որ հետո կսեն կառավարություն որովհետեւ շատ զոհեր լինեն շատ զոհերի թևերը Երևան լրատվամիջոցները միջազգային էլ ուրջացնեն այդ թևերը որովհետեւ հիմք սարքեն որ Թրամփը հարձակվի Շատ լավ մի քանի ամիս առաջ երբ մենք լսում ենք իրանցի պաշտոնյաներին Հայաստանի հետ կապված որևէ մտահոգություն խնդիր չկար հիմա երեք լսում ենք Իրանի դեսպանին ով հայտարարում է որ Թեհրանում ստեղծվում է տպավորություն թե Հայաստան դառնում է հակաիրանական կենտրոն ինչպես հասկանալ սա ինչ փոխվեց Խոսքը գնում էր հատկապես իհարկե այլ խնդիրներ էլ կան անհամաձայնությունները
դեր արկային այդ թրիփի ճանապարհին, ինչքան էլ Հայաստանը վստահացնում է Իրանը, որ Իրանի կարմիր կեցերը պահպանում են, խոսքը գնում է տարածքային ամբողջականությունը Հայաստանի ինքնաիշխանությունը եւ սովորությունը 100%-ով այդ ճանապարհների վրա, բայց Իրանի մեջ դարբերաբար տեսնում ենք տարբեր ժամանակահատվածներում, որ մետահոգությունները մեծ են այդ թրիփի ճանապարհին, ինչքան են վստահացնեն Հայաստանի պաշտոնյաները Իրանի գործընկերներին, բայց Իրանը ինչքան կարողանա վստահի Հայաստանին, բայց այդ երակոմ համաձայնությունը ունի 3 կողմ, որը մյուս կողմերը երբեք պատմությունի մեջ էլ չեն բահել իրենց բայդավրությունները եւ միջազգային բայդավրությունները չեն բահել։ Ազերբայջանը երակոմ համաձայնությունը նոյեմբերի 9-ին բոլոր կետերը խախտեց, Միացյալ Նահանգները Իրանի հետ միջուկային զրագիրի համաձայնագիրը Թրամփի վարչակազմի առաջին նախագահությունի ժամանակ պատրեց այդ համաձայնությունը, ինչ որ բայդավոր էին անային, վերջերս էլ Իրանը եւ Միացյալ Նահանգները բանակցում էին միջուկային զրագիրի շուրջ, բանակցությունների մեջ սկսեցին Իսրայել եւ Միացյալ Նահանգները հարվածել Իրանին։ Ոչ մի իրանց համար ոչ մի բայդավորություն, վերջերս էլ Միացյալ Նահանգները քանի միջազգային կառույցներից դուրս է եկել ՄԱԳ-ի տարբեր կառույցներից, սա ցույց է տալիս իրեն ոչ մի միջազգային կամ երակոմ կամ միջազգային համաձայնությունները, համաձայնագիրները Դա հասկացանք, Հայաստանը ինչով է դառնում հակաիրանական կենտրոն։ Իրանի դեսպանի խոսքը դրա մասին բողոքի ակցիաներ են անում դրա համար։ Իհարկե մեկը դրանից էր, որովհետև բոլոր հարևան երկրներում, անգամ Թուրքիայում նման սույսերը արգելել էին դեսպանատունի դեմ, որովհետև իրեն ովքեր որ հավաքվում են այդ շահի որդի հետևորդներն իրենց պաստառներով, նկարներով իրվում է, որը հենց Իրանի այդ շահի որդին հայտարարել է, հրահանգել է, որ բոլոր երկիրներում դեսպանատունների վրայի դրոշները իջացնեն, այդ իրենց դրոշները բարձրացնեն եւ անգամ հրահանգել կան, որ մտնեն շենքի մեջ դեսպանատուն բոլոր երկիրներում Իրանի դեսպանատուն շենքի մեջ մտնեն եւ վերջերը այդ առաջին օրերին կախել էին մի հատ դեպք Հայաստանի ոստիկանությունում մեկ ձերբակալություն կա, որ փորձել էր ինչ որ գործունեություն անի, մոդիքացել է դեսպանատունի շենքին եւ սա ցույց է տալիս եւ իրեն այդ 6 օրյա իրենց սույսերը դեսպանատունի դեմ հայոհանքներ են հնչում, վիրավորական խոսքերը Իրանի սիմվոլների դեմ հնչում։ Գիտեք, Իրանը լուրջ պետություն է, պարոն Հոսեյնի, եւ Իրանը դժվար թե միայն խոսքը 1-2 տասնյակ ցուցարարների մասին էր Հայաստանը, Երևանում տեղ ունեցող այդ ցույցերի մասով։ Դժվար թե 1-2 տասնյակ իրանցիների ցույց անելու պատճառով Հայաստանը դիտարկեին կամ ակնարկել, որ հնարավոր է դիտարկեն հակաիրանական կենտրոն։ Գուցե կան այլ պատճառներ, որոնք մեզ տեսանելի չեն, բայց Իրանը դա տեսնում է կամ եւ դրա մասին էր խոսքը։ Խոսքը երևույթի մասին է, ոչ թե քանակի մասին, երևույթ է, որը այդպես այդ օրինակ այդ շահի որդի է հենց իր հրահանգի պատճառով Իրանի շատ անմեղ զոհեր կան իր գործունեությունների, իր հայտարարությունների պատճառով, որը ոգևորում է որոշ երիտասարդություն ազդեցություն տակ կենում են եւ շատ անմեղ զոհեր կան։ Այդ վերաբերմունքի մասին է խոսքը, որ
նման հայո խարը այնտեղ վիրավորական խոսքեր են հնչում այնտեղ Իրանի սիմվոլների դեմ, բայց ամեն դեպքում այլ խնդիրներ էլ իհարկե կան, որը մենք տեղյակ ենք կամ անդեղյակ ենք, որը կարող է լինի Թրամփի ճանապարհը մի խնդիր է, որ մենք տեղյակ ենք, որ այդքան էլ Իրանն է համաձայն չի Միացյալ Նահանգների Բայց կներեք, Իրանի ներկայությունը նախագահ պարոն Փեզեշքյանը համարում էր, որ դա փոքրիկ հարց է ուղղակի։ Իրանում բազմաթիվ գառույցներ կան, եթե Իրանի համակարգը, այդ քաղաքական համակարգը ճանաչեք, որոշող անձիկ միայն պետությունի մեջ միայն նախագահի ինստիտուտը չի տարբեր գառույցներ կան, որ բան են անում, բոլորը կարծիքներ են հայտնում եւ մենք տեսել ենք, որ օրինակ Վելայաթի, որը Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական է, շատ կտրուկ դեմ է կայնում այդ Թրամփի ճանապարհը, ասում է բոլոր երկիրներում, որովհետև ինքը շատ լուրջ դիվանագետ է, տարիներ շարունակ Իրանի արտաքին գործերի նախարար է եղել, պարոն Վելայաթի շատ փորձ ունի եւ ինքը ասում է սկզբից Ամերիկայի տնտեսական եւ օգնությունի միջոցով է դարաշրջանում ներգրավում, հետո տարիներ հետո իրեն տարածում են այդ տնտեսական ներկայությունը ռազմական ներկայություն, փոխում են իրենց բնույթը եւ ինչպես մենք տեսել ենք Ուկրաինայում, սկզբից Ուկրաինային Ամերիկա Բայդենի ժամանակ օգնություն դրամադրեց, հիմա Թրամփը կայնում է, ասում է Ուկրաինայի ամբողջ այդ օգնություն գումարները պիտի վերադարձնի, եթե չէ հանքեր վերցնի, ենթակառույցներ մեզ դա ու այդ փողերը պիտի փակվի։ Նման օրինակները շատ են, որը Ամերիկայի սկզբից օգնություն շատ խաղաղասեր կերպալով է ներկա լինում դարաշրջանում, հետո վերածվում է այլ բաների։ Սա պատճառներից մեկն էր, որ անվստահություն կա Հայաստանի իշխանության նկատմամբ։ Դա պատճառներից մեկը կարա լինի, ոչ էլ միայն Հայաստանի հանդեպ, այլ կողմերի հանդեպ, որովհետև Իրանը եղբայրական խորհուրդ է տալիս Հայաստանին, որովհետեւ այս տարածաշրջանում իրենց ներկայությունը վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի անվտանգությունի համար, ինչպես եղել է այլ տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում եւ մենք տեսել ենք բոլոր տարածաշրջանում իրենց ներկայությունը լի շատ անվտանգություն խնդիրներ եւ Շատ լավ, վերջին հարցս արևմտյան մամուլը բողոքի ակցիաների առաջին օրերին գրում էր այսպես տեղեկություններ էին գրում, որ իրենց աղբյուրները իրենց ասում են, որ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենին պատրաստվում է փախնել Մոսկվա, արդեն ոսկին են պետ երկրից հանում, փողդ են հանում, 20 հոգու ընտանիքների մասին էր խոսքը, որոնք պիտի լքեն Իրան, հա։ Սա ընդհանրապես կեղծ տեղեկություն էր, չէր կարող լիներ նման քննարկում դուք կարծում եք։ Գեղսը հիմա տեսնում ենք ոչ Այաթոլլա Խամենեիը Մոսկվայում է, ոչ էլ նման բան է տեղի ունեցել, ես ասեցի մեդիա գերոհ է Իրանի դեմ, գույնավոր հեղափոխությունների մի մաս է այդ մեդիա գերոհ է, որ բարեազերք են այդ իշխանությունը, որպեսի ինչ ուզենան արդեն անօրինական կարողանան անեն եւ դա լեգիտիմացեն խանեն ներքին երկիրների ներքին գործերի մեջ մենք տեսել ենք որ ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում գործող նախագահին Դենիս Արևանգեցին եւ տարան, այսինքն օրենք չկա արդեն ուժի օրենք է։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Հոսեյնի մեր հրավերը մերժելու համար, խաղաղություն եւ կայունություն մաղթում մեր բարեկամ Իրանի պետությանը, Իսլամական Հանրապետությանը եւ հուսանք շատ արագ այս խնդիրները կկարգավորվեն եւ հանդարտություն կգա ձեր պետությանը, որը նաեւ հանդարտություն կբերի մեր տարածաշրջան։ Շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ զրուցում էի իրանցի վերլուծաբան Փոյա Հոսեյնի հետ, տեսություն կհանդիպենք։